Եվ այսպես, պարոն Բադալյան, շնորհակալ ենք հարցազրույցի հրավերն ընդունելու համար եւ մինչեւ կդիտենք մի հատված ընդդիմության անվտանգային առաջարկի վերաբերյալ, նախ առաջարկում եմ մեկնաբանեք, թե ինչ էին նշանակում Փաշինյանի այս հայտարարությունները ի վերջո պատերազմի դուռը բացելու, սեպտեմբերին նոր պատերազմի մասին, եւ ինչ է փորձում ասել Փաշինյանը։ Սա պարզապես շանտաժ է հասարակության հանդեպ, այսինքն երբ մարդն ասում է կամ կլինեմ ես իշխանության, կամ դա չլինելու դեպքում կլինի պատերազմ, սա այլ բան քան շանտաժ, դժվար է որակել։ Եվ մենք տեսնում ենք, որ եթե որոշակի ժամանակահատված առաջ Հայաստանի հանդեպ ուղիղ շանտաժով խոսում էր Ադրբեջանը, հիմա կարծես թե այդ գործառույթը արտապատվիրակված է արդեն Հայաստանի իշխանությանը եւ Հայաստանի իշխանությունն է շանտաժում Ինչ էֆեկտ է դա ունենալու։ Շատ դժվար է ասել, որովհետև չեմ կարծում, թե հանրային բոլոր շերտերն են պատկերացնում, թե ինչպիսին ենգափոխում է իրերի այս դրությունը այսպես ներկայացնելը։ Որոշակի շերտերի վրա դա իհարկե ունենում է ազդեցություն։ Բայց կարծում եմ այդուհանդերձ այդ շերտերը այնպիսին չեն, այնքան չեն, որպիսի վճռորոշ ազդեցություն ունենան ընտրական արդյունքի վրա։ Այստեղ շատ կարևոր է անշուշտ, թե ընդդիմության խաղացողները որքան հանրամատչելի եւ հստակ կբացատրեն իրերի այսպիսի մատուցման նենգափոխված բնույթը եւ ինչպես կբացատրեն հասարակությանը իրենց մոտեցումները։ Եվ պարոն Բադալյան, առաջարկում եմ հիմա տեսնենք, հիշենք, թե ինչ էր առաջարկում Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի անվտանգության ապահովման համար, երբ հայտարարվում էր, որ ուժեղ Հայաստան դաշինքի թեկնածուն լինելու է Ռոբերտ Քոչարյանը։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների զոհվելու համար, ովքեր հանձնեցին Արցախը եւ ովքեր այսօր ստիպում են ժողովրդին մոռանալ իր հերոսական պայքարի պատմությունը։ Սիրելի հայրենակիցներ, մենք ապրում ենք մի տարօրինակ ժամանակահատվածում, երբ փորձում են մեզ համոզել, որ մեր հարուստ պատմությունը բեռ է, որը մեզ հետ է քաշում, այլ ոչ թե հենարան առաջ շարժվելու համար, որ հայրենասիրությունը հնացած հասկացություն է, որը վնասակար է հայի ստամոքսի համար, որ ինքնությունը մեր էության մաս չէ, այլ սեզոնային մոդա է, որը կարելի է տարին մի քանի անգամ փոխել։ Այս վտանգավոր անհետեցություններին մենք ասում ենք ոչ։ Հայաստան դաշինքի համար մեր ինքնությունը, մեր պատմությունը եւ հայրենասիրությունը շարժիչ ուժ են ժամանակակից եւ հզոր պետություն կառուցելու համար։ Այսօր աշխարհը վերածվել է քաոսի։ Համաշխարհային կարգը փլուզվել է, իսկ նորը դեռ չի ձևավորվել։ Ամենայն հավանականությամբ ջունգլիների օրենքը որոշ ժամանակ կլինի համաշխարհային նոր կարգը։ Այդ պայմաններում անվտանգությունը առաջիկա տարիներին մնում է Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը։ Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ եւ հզոր դաշնակից, որպեսզի համատեղ ուժերով չեզոքացվեն բոլոր սպառնալիքները։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի, հասկանալի եւ մերժի մեծ տերությունների հակասությունների վրա խաղալու տարբերակը։ Եվ այս շաբաթ նաև ուժեղ Հայաստանը Սամվել Կարապետյանի գլխավորած ներկայացրեց իր անվտանգային ծրագիրը, որում մասնավորապես շեշտ կար հետևյալի վրա։ Բանակը պարտվեց ոչ թե
թույլ զինվորի, այլ թույլ ղեկավարների պատճառով եւ նորից բանակը նորարարություններով զարգացնելու վերաբերյալ կային նոր ռազմատեխնիկական լուծումներով զարգացնելու վերաբերյալ հնչեցին հայտարարություններ, ինչպես նաեւ ամենակարևոր դրվագներից մեկը անվտանգային ծրագիրը ներկայացնում էր լեգենդար հետախույզ Կանդազը, որը ինչպես հենց ծրագիրը ներկայացնելու օրը նշեցինք, ադրբեջանցիների ահն ու սարսափն էր եւ պարոն Բադալյան, երկու կողմից էլ տեսնում ենք շեշտ անվտանգության, ինչպես նաև պատերազմի ելքի պատասխանատուների վերաբերյալ, ինչպես նաև բանակի վրա, ինչը չկա Փաշինյանի առաջարկում, ընդհանրապես ինչպես եք գնահատում Հայաստանի անվտանգության ապահովման ընդդիմադիր երկու խոշորագույն ուժերի այս առաջարկները։ Ընդհանուր առմամբ իհարկե անվիճելի է, որ խաղաղությունը պայմանավորված է ուժով։ Եթե դու ուժեղ չես, դու չես կարող ունենալ երաշխավորված խաղաղություն եւ ընդհանրապես իրավիճակի խնամքին ենթակա մի նույնիսկ սուբյեկտ չես, այլ ավելի շատ օբյեկտ։ Եվ մենք դժբախտաբար ունենք հենց այդպիսի խաղաղություն։ Եթե մենք ուշադիր լինենք process-ին, կտեսնենք, որ այդ խաղաղություն ասվածը ձևավորվեց, երբ փոխվեց միջազգային կոնյունկտուրան։ Ոչ թե ինչ որ բան փոխվեց հայ-ադրբեջանական գործընթացում, տրամաբանություն փոխվեց, ինչ որ հավասարակշռություն առաջացավ, պարզապես փոխվեց միջավայր, երբ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ դիմակայության տրամաբանությունից անցան երկխոսության եւ ինչ որ գործարքի տրամաբանության Թրամփի պաշտոնամուտից հետո, որովհետեւ դրա նախորդ վարչակազմը Կովկասը դիտարկում էր Ռուսաստանի հետ դիմակայության գոտի կամ ճակատ հնարավոր երկրորդ ճակատի տրամաբանությամբ։ Եվ այդտեղ մենք տեսնում էինք Ադրբեջանը արդեն հենց անմիջապես իր իսկ դեմքով շանտաժի էր ենթարկում Հայաստանին եւ թելադրում պայմանները։ Այդ տրամաբանությունը փոփոխության չենթարկվեց։ Ադրբեջանը շարունակում է թելադրել պայմաններ եւ բովանդակություն այդ նույն խաղաղության պայմանագրի օգոստոսի 8-ի համաձայնության ամբողջապես պայմանավորված է հենց Ադրբեջանի մոտեցումներով։ Բայց իրավիճակը ընդհանուր առմամբ, այսպես ասած, խաղաղության ռեժիմում հայտնվեց, որովհետեւ մակրո միջավայրում ինչ որ բան փոխվեց։ Իսկ այդտեղ դա նշանակում է, որ մենք գտնվում ենք այդ մակրո միջավայրի խնամքի ներքո։ Հայաստանի սովորական ընտրողը, պարոն Բադալյան, ինչպես կարող է հասկանալ, որը ունի այդ քաղաքագիտական բազան, գիտելիքները, ինչ նշաններից կարող է հասկանալ, որ այն խաղաղությունը, որում հիմա ենք, ձեր նշած մակրո, այսպես ասած, միջավայրի ազդեցության հետևանքն է եւ իրականում խնդիրները բոլորովին այլ հարթության վրա են։ Ես կարծում եմ այն ինչ որ ես ասացի, այդքան էլ պարզապես քաղաքագիտության դաշտից չէ կամ ընդհանրապես դաշտից չէ, պարզապես փաստերի համադրում։ Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը օգտագործելով բոլոր հարթակները, բոլոր խոսափողները, ինչպես գիտեք, իրեն ներկայացնում է խաղաղություն բերող, ցանկացած ուրիշին պատերազմ բերող։ Փաշինյանը խաղում է էմոցիաների վրա, մարդկանց էմոցիաների վրա։ Եվ տեսնում ենք, որ չի ներկայացնում խաղաղությունը հաստատող ոչ մի կոնկրետ փաստարկ։ Ես նկատի ունեմ քաղաքական հիմքի իմաստով։ Այսինքն խաղաղության վկայություն ներկայացնում են ադրբեջանական բենզինը կամ սահմանին չկրակելը կամ ցորենը, որ Ադրբեջանի տարածքով գալիս է, բայց քաղաքական փաստարկ այդ խաղաղության չի ներկայացնում։ Պետք է այդ քաղաքական փաստարկը։ Անկասկած, ես կարծում եմ հասարակության մեծ մասը այդուհանդերձ գնահատում է փաստարկներով։ Եվ այն օրինակ, ինչ ես ներկայացրեցի, դա արդեն ավելի փաստական հիմքով է։ Ես ներկայացրեցի ինչ փոխվեց մակրո միջավայրում եւ ինչպես փոխվեց իրավիճակը այստեղ, թեպետ տրամաբանությունը հայ-ադրբեջանական գործընթացի բացարձակ չի ենթարկվել փոփոխության։ Ես կարծում եմ հենց այս տրամաբանությամբ հասարակության այդ աշխատանքը անշուշտ տալու է իր արդյունքը, տալիս է իր արդյունքը։ Հասկանալի է, որ բացարձակ բոլոր մարդիկ չէ, որ կգնահատեն հենց այս ելակետով, շատերը իսկապես էմոցիոնալ, շատերը պարզապես կոնյունկտուրային ինչ որ տրամաբանությամբ ելնելով հավատալու են կամ ընդունելու են ցանկացած բան, որ կասի Նիկոլ Փաշինյանը, բայց կրկնեմ, ես խորապես համոզված եմ, որ հասարակության հետ հանգամանալից աշխատանքը, փաստական աշխատանքը այդուհանդերձ դա է արդյունավետը եւ անկասկած տալու է իր որոշակի ազդեցությունը։ Դուք հիմա տեսնում եք այդպիսի աշխատանք։ Ընդհանուր առմամբ կարծում եմ այդ աշխատանքը տարվում է, իմ համոզմամբ իհարկե այդ աշխատանքը բավականին ուշ է սկսվել։ Տևական ժամանակ ըստիս ընդդիմադիր ուժերը կորցրել են այդ աշխատանքը իրականացնելու եւ իրականացման նաեւ ինստիտուցիոնալ մեխանիզմներ ձևավորելու համար, բայց լավ է ուշ քան երբեք եւ այդ իմաստով իհարկե պետք է բաց թողածը
հնարավորինս արագ լրացնել եւ հնարավորինս համակարգված ու ինստիտուցիոնալ լրացնել։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ իմ համոզմամբ այդուհանդերձ այդ աշխատանքը պետք է լինի անգամ անկախ ընտրական հաշվարկներից։ Դա Հայաստանի համար կենսական անհրաժեշտության աշխատանք է, որովհետև հասարակության գնահատականի ելակետերը պետք է փոխվեն։ Ինչ է փորձում անել Նիկոլ Փաշինյանը այս ըստ իս կեղծ դիլեման դնելով խաղաղություն թե պատերազմ։ Փորձում է հասարակության ընդհանուր հոգեբանական մակարդակում ամրագրել, որ սա է խաղաղությունը, իսկ սրանից դուրս որևէ այլ տարբերակ խաղաղության չկա։ Իսկ կա, պարոն Բադալյան, ո՞րն է այդ տարբերակը ձեզ։ Անկասկած, ինչպես նշեցի, այդ տարբերակը հավասարակշռության գնալն է։ Ավելին, խաղաղության միակ տարբերակն է գնալ դեպի հավասարակշռության ձևավորում, որովհետև դարձյալ չկրկնեմ, երբ փոխվում է մակրոմիջավայրը, մենք տեսնում ենք փոփոխություն, բայց չկա փոփոխություն ընդհանուր տրամաբանության մեջ հայ-ադրբեջանական փոխհարաբերության։ Իսկ դա նշանակում է մակրոմիջավայրը կարող է հակառակ ուղղությամբ շրջվել կամ որևէ այլ տարբերակով եւ մենք դարձյալ կանգնենք անկայունության ռիսկերի առաջ։ Դրա համար եմ նշում, որ բալանսավորված իրավիճակի ընթացքն է, որ կարող է ապահովել կամ բերել դեպի կայուն խաղաղություն։ Պարոն Բադալյան, մի կարծիքել է ձևավորում, ընկալումել է ձևավորում Փաշինյանը, ըստ որի բարբերաբար հայտարարելով թե հաստատվել է խաղաղություն, մարդիկ սկսում են կարծել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ իսկապես խաղաղություն է ուզում, Ադրբեջանը եւ Թուրքիան։ Ըստ ձեզ Ադրբեջանի ուզած Հայաստանից խաղաղությունն է, անգամ եթե Փաշինյանը Հայաստանի որևէ առաջնորդ ուզում է խաղաղություն եւ անվտանգություն Հարավային Կովկասի համար եւ Հայաստանի համար եւ Ադրբեջանի համար, Ադրբեջանը եւ Թուրքիան, որն է նրանց պլանը եւ կարճաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով եմ հարցնում, որովհետեւ վստահաբար գիտեք, նրանք 1-2 տարվա պլանով չեն գործում, խաղաղություն են ուզում մեզնից։ Եթե համառոտ լինենք, նրանց ուզածը Հայաստանն է։ Իհարկե, այդտեղ կարող են տարբեր մոդիֆիկացիաներ լինել, թե իրենք ինչ են պատկերացնում այդ տրամաբանության մեջ։ Ես կարծում եմ նաև լայն եւ ամբողջական իմաստով այնպես էլ չէ, որ նույն բանն են պատկերացնում Ադրբեջանը եւ Թուրքիան, այդուհանդերձ պետք է նաև արձանագրել, որ Ադրբեջանը մի քիչ ավելի հավակնոտ է, մի քիչ ավելի այլ պատկերացումներ ունի Կովկասի ստատուս քվոյի վերաբերյալ, եթե գնահատենք, անգամ հավակնում է Կովկասում լինել, այսպես ասենք, վերադասը։ Եվ Հայաստանից ակնկալում է ենթակայություն այդ տրամաբանությամբ, այս իմաստով նույնիսկ ինչ որ երկարատև էգզիստենցիալ իմաստով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև կարող է նշмарվել անգամ մրցակցություն, բայց քանի որ սա շատ լայն հեռանկարն է, այդ մրցակցությունը այսօր որևէ կերպ չի արտահայտվում եւ որևէ դեր սկզբունքորեն չի խաղում Հայաստանի հանդեպ նրանց հավակնությունները համատեղ առաջ մղելու իմաստով։ Հիմա ինչ ռեժիմով իրենք կհասնեն այդ հավակնությունների իրականացման, սկզբունքորեն իրենց համար տարբերություն չկա, բայց այնպես չէ, ինչպես օրինակ փորձում են ներկայացնել, որ եթե նրանք X պահին ցանկանան կանցնեն ուժի, չցանկանան փափուկ ուժի։ Եվ սա է նաև ներողություն, սա է նաև իրավիճակի նենգափոխման կողմերից մեկը, երբ ներկայացվում է հասարակությանը, որ հենց իրենք ուզեն, կարող են ուժի կիրառման անցնել։ Այդպես չէ, քաղաքականությունը բացարձակապես այդպես չէ։ Մենք տեսնում ենք, որ անգամ գերտերությունները այդ ուժի անցնելուց փորձում են ինչ-որ հիմնավորումներ առնվազն հրապարակավ ներկայացնել։ Անգամ եթե օրինակ դիտարկենք Միացյալ Նահանգների հարվածը Իրանին, մենք իհարկե տեսնում ենք, որ այդ հիմնավորումները կեղծ են եւ այլն, բայց ինքը ջանքը խոսում է շատ բանի մասին, այսինքն փորձը հիմնավորել եւ ոչ թե ասել մենք այսպես ուզեցինք եւ այսպես ենք անում։ Առավել եւս Թուրքիա եւ Ադրբեջանի դեպքում այդպես չի կարող լինել։ Պարոն Բադալյան, համոզված եմ, որ դուք նկատում եք, որ քիչ-քիչ մոտենում եմ Սյունիքին եւ Թրիփին, ու անցած շաբաթ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը Ստրասբուրգում նախ հայտարարեց, որ չի պատրաստվում, պաշտոնապես հայտարարեց, վստահեցրեց Ադրբեջանին եւ Թուրքիային համենայն հավանականությամբ, որ չի պատրաստվում ձգձգել Թրիփի իրագործումը, հաջորդ օրը Երևանում արդեն ասաց, որ Միացյալ Նահանգների առաջնահերթություն չէ Թրիփի իրագործումը։ Հետո արդեն շաբաթվա ընթացքում մի քանի էքսպերտներ նաև արձանագրեցին արդեն, որ Թրիփի իրագործումը կարծես թե ձգձգվում է, ձեզ ինչ փուլում է, որովհետև ինչպես հիշում եք, անցած տարի դեռ Փաշինյանը ասել էր, որ այս տարվա սկզբին արդեն շինաշխատանքները սկսվելու են։ Ըստ ձեզ ինչ փուլում է եւ այս ձգձգումը հնարավոր Հայաստանի համար ռիսկ է, թե հնարավորություն է։
Ես դեռ օգոստոսի 8-ից հետո եմ կարծիք հայտնել, որ անկախ ամեն ինչից այդ նախագծի իրականացումը դեռ կախված է լինելու մի շարք հանգամանքներից, որոնք աշխարհաքաղաքական դաշտի ավելի լայն միջավայրերի հետ կապված հարցեր են։ Հիմա մենք տեսնում ենք, որ այդ հանգամանքներին ավելացել է Իրանի դեմ պատերազմը ամենածանրակշիռ եւ իր ազդեցությամբ հնարավոր հետևանքներով։ Ըստ այդմ առավել եւս անորոշ է դառնում, թե այդ նախագիծը ինչ տրանսֆորմացիայի կենթարկվի, կախված թե պատերազմի արդյունքից եւ ոչ միայն, այդուհանդերձ ոչ միայն պատերազմի արդյունքից։ Այս իմաստով իհարկե շարունակում է անորոշ մնալ այդ նախագիծը։ Նաեւ ցուցիչ է այն, որ առ այսօր հայ-ամերիկյան հայտարարությունները դրա վերաբերյալ իհարկե դրանցից մեկը նաև ոչ միայն հայ-ամերիկյան, հայ-ամերիկա-ադրբեջանական օգոստոսի 8-ի հայտարարությունը։ Այդ հայտարարությունները այդուհանդերձ չեն ենթադրում որևէ իրավական անշրջելիություն կամ իրավական հանձնառություն։ Հենց վերջին հունվարի 14-ին, երբ Ռուբիո Միրզոյան ձևաչափով հայտարարվեց, այդտեղ հստակ նշվում էր, որ սա կողմերի համար չի ենթադրում որևէ հանձնառություն, որովհետև նվազագույնը առանցքային կողմը Միացյալ Նահանգները շատ լավ հասկանում է, որ այդ նախագիծը ենթակա է լինելու տրանսֆորմացիա եւ ավելին ես հակված եմ մտածել, որ նահանգների համար այդուհանդերձ այդ նախագիծը ավելի շուտ ունի միջոցի մանրադրամի նշանակություն, քան ռազմավարական նպատակի։ Եվ սրա մի վկայություն է գուցե նաեւ այն, որ նախորդ տարեվերջին հրապարակվեց ազգային անվտանգության թարմացված ռազմավարությունը, Վաշինգտոնի նոր վարչակազմի թարմացված ռազմավարությունը, եւ այնտեղ Կովկասի մասին ռազմավարական առաջնահերթություն ներկայացնող փաստաթղթում Կովկասի մասին գրեթե ոչ մի բառ չկար։ Հետևաբար սա եւս մի վկայություն է դիտում այն մասին։ Հրապարակավ հայտարարել են, որ Թուրքիայի հետ են քննարկում Հայաստանին եւ Ադրբեջանին առնչվող հարցերը։ Դե սա իհարկե մեկ այլ իրողություն է եւ իմ գնահատմամբ Թրամփի ուղի այդ նախագիծը հենց որոշակի իմաստով մանրադրամ է, այդ թվում նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունը կառուցելու տրամաբանությամբ։ Եվ մենք դա նաև որոշակի տեսանք Վենսի ռեգիոնալ այցի շրջանակում։ Վենսը թրիփի մասին ավելի շատ խոսել է Ադրբեջանում եւ ավելի առարկայական, քան Հայաստանում։ Սա եւս խոսուն հանգամանք է։ Առաջարկում եմ միանանք Մոսկվա Հայկ Խալաթյանին։ Հայկ Ողջունում եմ Ակոպին։ Այսպեսի հարց, տեսեք, Նիկոլ Փաշյանը անընդհատ անվտանգությունից է խոսում, բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ փաստացի, ես կարող եմ ասել ինչպես են Ռուսաստանում ընկալում փորձագիտական շրջանակներ, նաև վերջին ԱԳՆ-ի հայտարարություններից, որ փաստացի Հայաստանը պատրաստվում է գործիք դառնալ Ռուսաստանի դեմ պայքարի, այդ եվրոինտեգրացիան այդպես են դիտարկում, որ Եվրոպայի հետ միասին Ռուսաստանի դեմ։ Հաշվի առնելով տնտեսական կախվածությունը այդ մեծ կապերը Հայաստան-Ռուսաստան, ձեր կարծիքով ինչի վրա է հաշվարկը Փաշինյանի, ինչ մտածում է, որ դա չի բերի լուրջ խնդիր Ռուսաստանի հետ, թե պատրաստ է, վստահ է, որ այդ մասնակցել գործընթացների, որոնց վերջը լինելու է տրամաբանական լուրջ խնդիրներ Ռուսաստանի հետ, հատկապես տնտեսական ոլորտում, ոչ միայն քաղաքական։ Շնորհակալություն Հայկին հարցի համար։ Այստեղ իմ գնահատականը տարբերվում է տարածված գնահատականից։ Ես չեմ համարում, որ Փաշինյանը այդուհանդերձ հաստատակամորեն եւ որոշումների մակարդակով գնում է Ռուսաստանի դեմ եւ վերածվում է Եվրամիության գործիքի։ Փաշինյանը ակնհայտորեն փորձում է այս տրամաբանությունը դարձնել իր համար խաղի միջոց եւ Եվրամիության հետ առևտրի միջոց, այսպես ասեմ, ստանալու համար եվրոպական լոյալությունը, բայց այդուհանդերձ ես կարծում եմ, որ Փաշինյանը պատկերացնում է իրական հակառուսական քաղաքականության պարագայում այն ռիսկերը, որի տակ կարող է հայտնվել ընդհանուր առմամբ իր իշխանությունը։ Եվ այդ իսկ պատճառով իմ գնահատականն այն է, որ Եվրամիության հետ կառուցված է պարզապես խաղ որոշակի տրամադրությունների վրա եւ իմ համոզմամբ նաեւ Եվրամիության ղեկավար շրջանակները այս հարցում ընդհանուր կասկածներ ունեն նաեւ Փաշինյանի, այսպես ասեմ, անկեղծության առումով։ Իմ գնահատմամբ այն արագարձագանքման խումբը, որ տեղակայվում է Հայաստանում, կարծում եմ պետք է ոչ թե ավելի շատ Հայաստանի իշխանության, այլ հենց Եվրամիությանը Հայաստանում առաջին ձեռքից կամ առաջին ձեռքով իրավիճակը վերահսկելու եւ իրավիճակի շերտերը դիտարկելու համար
Եվ պարզապես Երևանյան խնդրանքը այդ արագ արձագանքման խմբի տեղակայման ավելի շուտ միջոցն է եղել Եվրամիության համար այդ նախաձեռնությունը առաջ բերելու, ինչը դարձյալ ըստիս տեղի է ունեցել սակարկության տրամաբանությամբ, այսինքն Եվրամիությունը լոյալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանի քայլերին ընդդիմադիրների դեմ, տեսնում ենք այդ քայլերը, որ ոչ մի կապ չունեն իրավաչափության եւ ժողովրդավարության հետ, այստեղ Եվրամիության լոյալությունը Նիկոլ Փաշինյանին պետք է, եւ միևնույն ժամանակ տեսնում ենք այդ 15 միլիոնի աջակցությունը, որը այլ կերպ քան պարզապես նախընտրական գանձարանի համալրում իշխանության նախընտրական գանձարանի չենք կարող ասել եւ դրա դիմաց ըստիս Երևանը պարզապես այդ նամակ խնդրանքով տվել է Եվրամիությանը այստեղ անմիջական ներկա լինելու հնարավորությունը։ Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչի համար պետք է Երևանին անհրաժեշտ լիներ այդ արագ արձագանքման խումբը։ Իսկ Եվրամիության համար անհրաժեշտությունը ես նշեցի։ Հենց այստեղ եմ ուզում հարցնել, քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածությամբ Փաշինյանի այս շաբաթվա ընթացքում ձևակերպած հերթական միտքն ու առաջարկն է, այսպես ասենք, հավանաբար շատ նման է այն մտքին, որ նա կարծես թե Եվրախորհրդարանում նշեց, որ խաղաղությունը լավագույն երաշխիքն է, անվտանգության լավագույն երաշխիքն է, որովհետև կարծում եմ բոլորը կհավաստեն, որ խաղաղությունը անվտանգության արդյունք է, այսինքն անվտանգության համակարգի, կենսունակ համակարգի արդյունք է խաղաղությունը, բայց Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ խաղաղության արդյունքն է անվտանգությունը։ Եվ նույն տրամաբանությամբ մեկից կախվածությունը փոխարինել շատերից կախվածությամբ եւ դրա անունը դնել ինքնիշխանության աստիճանի բարձրացում, սա կարծում եմ այդ նույն տրամաբանության շրջանակում է եւ միտված է պարզապես շատ ավելի պրիմիտիվ սպառում ենթադրող շրջանակների համար, որոնք խորամուխ չեն լինում ասվածի տրամաբանության մեջ, խորամուխ չեն լինում ասվածի էության մեջ, այլ պարզապես այդպես բառերը լսելով համարում են, որ իրենք միտք են ընկալել եւ բառերը արտասանողն էլ համարում է, որ ինքը միտք է փոխանցել հանրությանը։ Պարոն Բադալյան, երևի նախընտրական տեխնոլոգիա, խնդրել եմ դուք մեկնաբանեք, անընդհատ վերջին օրերի տեսանյութերը Փաշինյանի ընդդիմության դեմ, կիսածաղրական տոնով, հեգնական տոնով, ինչպես կգնահատեք նման վարքը սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի։ Դե սովորաբար Նիկոլ Փաշինյանը այդպիսի վարք դրսևորում է, եթե կարիք ունի մոտիվացնել իր էլեկտորատին եւ կամ անմիջական ներիշխանական շրջանակին ցույց տալ, որ ինքը նույն Փաշինյանն է, որ ինքը նույն տրամադրվածությամբ է քաղաքական գործընթացներում։ Այստեղ էլ գուցե ասեմ ոչ տարածված, ոչ շատ տարածված տեսակետ, իմ գնահատմամբ իշխանության ներսում այդուհանդերձ ընկալումները եւ միմյանց հանդեպ Փաշինյան եւ ներիշխանական շրջանակ այս հարաբերություններում միմյանց հանդեպ վստահության աստիճանը ամենևին մոնոլիտով չի բնորոշվում եւ կարծում եմ այս դրսևորումները նաեւ պայմանավորված են ահա այդ ներքին տրամադրությունները կառավարելու մղումով, որովհետեւ անկախ ամեն ինչից, ինչպես էլ մենք գնահատենք Փաշինյանի քաղաքականությունը, միտումները, տրամադրվածությունը եւ այլն, իշխանության այդ գագաթի կարգավիճակը ենթադրում է բացարձակապես այլ հաշվարկներ, քան լանջերը կամ դեպի լանջեր ընկած այդ հատվածները։ Այս ամեն ինչը բոլորն էլ շատ լավ պատկերացնում են եւ այս հնարքները, որ Փաշինյանը գործադրում է, ըստ իս ավելի շուտ պայմանավորված են հենց այս հանգամանքներով։ Եվ իհարկե մի բան էլ, ես ամենևին չեմ բացառի, որ սա նաեւ հենց նույն Եվրամիության հետ այդ վերը նշածս փոխադարձ կասկածներով ուղեկցող ջերմեռանդության որոշակի դրսևորումներից մեկն է, այսինքն այդ կասկածները բերում են նաև նրան, որ պետք է ահա այսպիսի խաղերով եւս կառավարել իրավիճակը։ Իմ գնահատմամբ ամենևին պատահական չէ, որ Փաշինյանի այդ հանկարծ կտրուկ կերպարանափոխումը այդ ոճով տեղի ունեցավ Մարտակոսի այցելությանը զուգահեռ։ Իսկ Կոսը ես կարծում եմ եկել է ոչ միայն իրավիճակը ընդհանուր մոնիտորինգի ենթարկելու, նաև Փաշինյանին ինչ որ իմաստով մոնիտորինգի ենթարկելու։ Փաշինյանի եւ իր թիմի ներքին հարաբերությունների մասին եմ հարցնելու, ըստ ձեզ ինչը կարող է խնդրահարույց լինել Փաշինյանի եւ նրա թիմակիցների միջեւ։ Որը կարող է լինել ինչ որ հակասության պատճառ։ Ցանկացած բախտորոշ վիճակում ես կարծում եմ, երբ բոլորը իրենք էլ շատ լավ հասկանում են, որ իսկապես շատ բախտորոշ եւ ճակատագրական փուլ է ընտրական այս շրջանը բոլոր իմաստներով, ընդհուպ արտաքին խաղադրույքների։ Այդ շրջաններում ես կարծում եմ անխուսափելիորեն առաջանում է այդ հաշվարկների, մոտիվների, անգամ զգացողությունների տարբերությունը առաջին դեմքի եւ մնացյալի։
կամ առնվազն շատ նեղ առաջնային շրջանակի եւ մնացյալի միջև, որովհետեւ տեսական մի բան գուցե ասեմ, բայց երբ ճակատագրական ինչ-որ հանգուցային փուլերում լուծվում է որևէ բեկումնային հարց, առաջին շրջանակը այդուհանդերձ շատ ավելի էֆեկտիվ է լուծում իր ինչ-որ հետագա ժամանակահատվածի անվտանգության հարցերը, իսկ մնացյալ շրջանակների համար դա շատ ավելի սուր է, եւ սա բերում է իսկապես շատ լուրջ հոգեբանական տրանսֆորմացիաների իշխանության ներսում այսպիսի կրկնեմ բախտորոշ ժամանակաշրջաններում, իսկ այն, որ Հայաստանը ներկայումս պարզապես սովորական ընտրական գործընթացի մեջ չէ, ես կարծում եմ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։ Մի տեսանյութ կա, որ առաջարկելու եմ նորից միասին դիտենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան այսօր։ Simitten buraya da vermiyor musun? Size de şöyle Ali'nin kahvaltısını da. Ali aldı mı? Aldı. Kameraman arkadaşlara da. Bu bizim simit. Rize gevreği. Rize. Hiç görmedim denk gelmedim. Bu sadece Rize'de olur. Muhabirler efendim. Bayram mutlu. Birazdan. Yanıma gelin. Şöyle buyurun arkadaşlar. Kameraman arkadaşlarımız da Murat Bey çeksin. Եվ այսպես Էրդողանը Ռիզեյում իր ծննդավայրում սիմիթ է ուտում, Ռիզեյում սիմիթը մի քիչ տարբերվում է Ստամբուլում զբոսաշրջիկներին ավելի հայտնի այդ սիմիթի տեսակից, վերջում էլ սկզբում որդուն է տալիս մի կտորել, վերջում էլ արջևը սիմիթ ուտողներին ասում է եկեք կողքս կանգնեք, տեսախցիկը որ բոլորին արձանագրի սիմիթ ուտելիս, մի քիչ ծանոթ տեսարան էր, պարոն։ Այո, ես էլ էի դրա մասին մտածում, շատ ծանոթ քարոզչական տեխնոլոգիա էր։ Ինչ է սա նշանակում ըստ ձեզ, որովհետև ես մեկնաբանություններ տեսա, որոնց մասին կուզեի հարցնել, որ հուշողը մեկն է։ Ոչինչ իհարկե չենք կարող բացառել, բայց նաև մի տեսակ այնքան պարզ տեխնոլոգիա է, որ դժվար չէ կիրառել առանց առանձնապես հուշումների։ Այս տեխնոլոգիան։ Այդ տեխնոլոգիան ինձ թվում է ավելի շատ օգտագործում են այն գործիչները, որոնց կենսագործունեության, հանրության հետ հարաբերություններում պոպուլիզմի բաղադրիչը չափազանց մեծ նշանակություն ունի եւ չափազանց մեծ ազդեցություն ունի, դրա վրա է կատարված նրանց եւ հասարակության հետ հարաբերության խաղադրույքը, իսկ այդ տեսանկյունից իհարկե Էրդողանը բավականին լուրջ գործիչ է, այստեղ կասկած չկա, բայց նաեւ իհարկե գիտենք, որ նա շատ մեծ շեշտադրում անում է նաեւ հենց որոշակի պոպուլիստական գործոնների վրա, հատկապես նրա էլեկտորատի մի մասը դրա սպառողն է Թուրքիայում։ Եվ այս տեսանկյունից կարծում եմ որոշակի ունիվերսալ մի բան է, որ կիրառում են այդ տրամաբանությամբ իրենց եւ հասարակության հարաբերություն կառուցած գործիչները։